Սասնածռեր խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը դատանում հրաժարվեց ոտքի կանգնել։ Я вас не удивлю. И никого здесь я не удивлю, если скажу, как работает вся эта система. Արաբկիր եւ Քանաքեր Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատանի դատավոր Աննա Մաթևոսյանը Թաթուլ Թամրազյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա նախազգուշացում, ապա հիշեցրեց, մեղադրյալն ինքն էր ցանկություն հայտնել ներկա գտնվել датական նիստին։ Я сюда вообще приехал не для вот этого вот участия в этом вот во всем вот театральном представлении. Я сюда пришел сказать то, что вот народ, чтобы он знал, что не надо сдаваться, и надо бороться. Я здесь только вот ради вот этого. Սանվեցամյա Թաթուլ Թամրազյանը եւ նրա պաշտպանը դատանում բողոքարկում են քննիչի անգործությունը։ Նա հուլիսի 17-ից բարեկապահական ծառայության գունդը գրավելու ժամանակ վիրավորվել է եւ մինչեւ օգոստոսի 6-ը առանց կարգավիճակի գտնվել Էրեբունի բժշկական կենտրոնում։ Մի քանի զինված ոստիկան մշտապես նրա անկողնու մոտ հսկել են նրան, թույլ չեն տվել տեղաշարժվել, որևէ մեկի հետ շփվել, այդ թվում հիվանդանոցի բուժանձնակազմի հետ։ Այսինքն Թաթուլ Թամրազյանը զրկված է եղել արտաքին աշխարհի հետ կապից, նրան արգելված է եղել տեսակցել հարազատներին, օգտվել հեռախոսից, ինտերնետից, անգամ հնարավորություն չի ունեցել զանգել հարազատներին եւ տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին։ Հարազատները մամուլից են տեղեկացել դրա վերաբերյալ։ Գործը որոշումը կհրապարակվի վաղը։ Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՊՊՑ գունդը գրավելու ժամանակ հրազենային վնասվածք ստանալուց հետո հեռացրել էին Թաթուլ Թամրազյանի երիկամը։ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում գտնվող Սասնածռեր խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը մեղադրվում է շենք շինություններ գրավելու եւ ապօրինի զենք զինամթերք կրելու եւ այն փոխադրելու մեջ։